Կինը չի սիրում շտապել, սիրում է շատախոսել, սարսափում է բարձրությունից, որոշումներ չի կայացնում, անվերջ զուգվում զարդարվում է, թույլ և անօգնական է։ Կոտրիր կարծրատիպերը, անցիր մեր շարքերը։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի զինված ուժերի կողմից հեռուստատեսությամբ ներկայացվում է մի տեսահոլովակ, որով աղջիկներին հորդորում են կոտրել կանանց վերաբերող տարածված կարծրատիպերն ու անցնել հայոց բանակի շարքերը։ Պաշտպանության նախարարությունը այս կերպ փորձում է հավասար հնարավորություններ ապահովել կանանց համար, նաև փորձ է կատարում ընդառաջ գնալ այն աղջիկների ցանկություններին, որոնք ուզում են ծառայել։ Պաշտպանության նախարարության տվյալներով նրանց թիվը օրեցօր աճում է։ Մշտապես դիմում են մեզ աղջիկները, ինչպես կարող ենք ծառայել, հատկապես պայմանագրային, ինչքան զարմանալի է, հատուկ նշանակության զորքեր, դիպուկահարներ։ Աղջիկների համար ըստ էության երկու տարբերակ է առաջարկվում՝ ծառայել պայմանագրային հիմունքներով կամ ծառայություն է ընտրել որպես մասնագիտություն եւ ընդունվել ռազմական ուսումնական հաստատություններ, որտեղ առաջին անգամ անցած տարի միայն ԻՔԿ սեռի ներկայացուցիչները ընդունվելու եւ սովորելու հնարավորություն ստացան։ Առաջին 3 աղջիկները 1 ամսից կավարտեն ռազմական կապի սպայական դասընթացները եւ կանցնեն ծառայության։ Շատ պատահական հեռուստատեսությամբ լսեցինք, որ այս տարի ընդունելություն են կատարում ռազմական ինստիտուտ, ասեցի տալու եմ, բայց վաղ եմ երազանք եղել, որովհետև իմ ազգում շատ զինվորականներ կան, պապիկս, եղբայրս, եղբորս տղան։ Ես մինչև հետ ավարտել եմ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի բաժինը, մասնագիտությամբ նկարիչ մանկավարժ։ Մինչև այստեղ գալիս սովորել եմ Երևանի մենեջմենթի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, իսկ ստեղ գալու նկատառումներ դեռ վաղուց եմ ունեցել, սակայն հնարավորություն քանի որ չկար աղջիկների ընդունելության հետ կապված, այդ պապիկս պատերազմի մասնակից է եղել, հայրիկս նույնպես զինվորական։ Հեռուստացույցով հորեղբայրս զինվորական եւ տեսա եւ ինքը ասեց այս մասին։ Հաջորդ օրը առավոտյան արդեն գործերս տարա զինկոմիսարիատ։ Աղջիկները խոստովանում են, որ դժվարություններ ունեցել են, բայց այսօր պատրաստ են 3 տարվա պարտադիր ծառայությանը։ Սկզբից որ այստեղ անձնակազմը սովոր չէր, որ աղջիկներ կան, հետո համազգեստին կոշիկները մի քիչ ծանր են լինում։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով արդեն այսօր մեր բանակում պայմանագրային ծառայողներից յուրաքանչյուր 5-րդը կին է։ 20%-ից անցնում է զորքերում արդեն կինզին ծառայողների քանակը, զորքերում, շտաբներում ավելի շատ է։ Շտաբներում մինչև 35-40% է։ Եվ իրանք կան շտաբներում, եւ կան առաջնակցում, եւ կան հատուկ ստորաբաժանումներում ամենուր աղջիկներ կան։ Դե հասկանալի է, աղջիկների ծառայությունը շատ ավելի ինչքան է իրանց տեսակարգը շրջանա, բնականաբար դժվար գործերը դեռ իրանք չեն անելու եւ չեն կարող անելու։ Կախված ծառայության բնույթից եւ վայրից պայմանագրային զինծառայողները միջինում ամսական մոտ 130,000 դրամ են ստանում։ Այսօրվա ցածր աշխատավարձների եւ գործազրկության պայմաններում սա փաստորեն կարող է գայթակղիչ լինել նաեւ աղջիկների համար։ Միգուցե երկրի ընդհանուր վիճակը նպաստում է սրան, բայց չեմ կարծում աղջիկների դեպքում հատկապես չեմ կարծում, ինչի, որովհետեւ այն էնտուզիազմը ինչով իրանք են գալիս, չեմ կարծում որ իրանք զուտ աշխատանք գտնելու համար էին ձգտում այդպես, այսինքն մարդու մեջ այդքան ձգտում, այդ սեր դեպի այդ գործողություններին չի կարող լինել հենց այնպես։ Արդյոք տղաների պակասն է ծնել աղջիկներին բանակ հրավիրելու գաղափարը։ Ոչ, միանշանակ ոչ, որովհետև մենք տղաների դիմումներ էլ շատ ունենք։ Մշտապես դիմումների ավելցուկ կա ստեղ, որովհետև ի վերջո ծառայությունը գնալով դառնում է պայմանագրայինների համար ավելի ուրեմն հետաքրքիր։ Հնարավոր է, որ այս գործընթացը նպատակ ունի մեր երկրում աղջիկների ծառայությունը պարտադիր դարձնելու հարցին Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը պատասխանում է։ Չեմ կարծում, որ դրա կարիքը կլինի, փառք Աստծո տղաները կարողանում են այդ հարցերը լուծել, եւ ընդհանրապես աղջիկա պարտադիր ծառայությունը ինքը շատ մի քիչ միֆականացված երևույթ է, անգամ Իսրայելում այնքան էլ պարտադիր չի աղջիկների ծառայություն, ինչպես ասենք ընդունված է ասել։ Բայց չեմ կարծում, որ Հայաստանում դրա մասին կարելի է դեռ մտածել։